Շարունակվում է առավոտ լսուն սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք չենք հեռանում արվեստից, մասնավորապես երաժշտությունից, որովհետև օրեր անց նոյեմբերի 25-ին սպասվում է շատ հետաքրքիր հայկական ջազ համերգ։ Համերգի մասին բոլոր մանրամասները բացահայտելու ենք այսօր մեր հյուրի հետ։ Իսկ այսօրվա մեր հյուրն է երաժիշտ Գուրգեն Էբեջյանը, ում ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Դե եկեք միանգամից խոսենք սպասվող համերգի մասին, մի փոքր կմանրամասնեք։ Ուրեմն այս տարիների ընթացքում ոնց որ հավաքված իմ երաժշտական մտքերը կարելի ասել ամփոփված են այս համերգում, երկու բաժին է լինելու համերգը ինչպես կարգն է լինում։ Առաջին բաժինը հեղինակային մտքեր են եւ երկրորդ բաժինը ֆոլք ջազ, այսինքն հայկական մեղեդիներ, ջազային գործիքավորմամբ, այսպես ասած, որտեղ որ իմ գործիքավորումներն են իմ տարբերակով, այսպես ասած, էլի։ Այդպես 25-ին սպասվում է համերգ Ուլիխանյան ջազ ակումբում, որը որ պրեմիերա է, որտեղ որ հնչելու է, այսպես ասած, իմ մտքերը եւ ֆոլք տարբերակով մեր հայկական մեղեդիների իմ մշակմամբ եւ հեղինակային երաժշտությամբ։ Այո, մենք գիտենք, որ բացի համերգից եւս մեկ նորություն կա ալբոմի տեսքով, որի մասին քիչ անց իհարկե կխոսենք, բայց ես ուզում եմ մի քիչ հետ գնանք։ Սկսենք սկզբից, որովհետեւ ձեր ճանապարհը երաժշտության մեջ շատ շատերի համար գուցե օրինակ լինի։ Ինչպես պատահական գիտարը հայտնվեց ձեր տանը եւ ինչ խոստում տվեցիք, որ մեկ շաբաթից հետո ավելի լավ եք նվագելու, քան գիտարի տերը։ Եվ սկսվեց ինֆորմացիան ձեզ որտեղից։ Մենք ամեն ինչ գիտենք։ Շատ լավ։ Այո, իմ ձգտումը եւ իմ փափագը դեպի երաժշտություն չուներ սահմաններ, այսպես ասած, կարելի ասել։ Եվ այնպես ստացվեց, որ իմ ավագ ընկերներից մեկը ուներ գիտար, բայց հին տեն սովետական գիտար էր, դժվար նվագվող, լարերը հեռու, տենց մի խոսքով։ Եվ նկատեց հետաքրքրություն գործիքի հանդեպ, բայց ես բացարձակ չգիտեի այդ գործիքը ոնց է նվագվում ընդհանրապես, էլի։ Եվ պայմանավորվեցինք, որ մեկ շաբաթ հետո էլի պետք է հանդիպեինք, որ այդ մեկ շաբաթվա ընթացքում, եթե ես ավելի շատ բան իմանամ այդ գործիքի հետ կապված, քան ինքը, ուրեմն այդ գործիքը դառնում է իմը։ Եվ ես ունեցա իմ առաջի գործիքը, այսպես ասած։ Եվ այդ ընթացքում ուսումնասիրեցի գործիքը եւ ինքնուրույն գտա բոլոր, այսպես ասած, ժամանակ 16 տարեկան էի կարծեմ, բոլոր ակորդները, բոլոր մաժոր, մինոր եւ իրանց երանգներով հասցրեցի ուսումնասիրեմ, հետո համեմատեցի, հասկացա, որ բավականին մոտ բաներ եմ, այսպես ասած, գտել էլի, ու այդ իմ ուսումնասիրությունը ինձ տվեց մեծ ճանաչում լարային գործիքի ոնց որ հանդեպ, որից հետո ոնց որ միացավ բաս գիտարը եւ բաս գիտարով արդեն շարունակվեց իմ երաժշտական կարիերան։ Բայց այլ գործիքների եւս տիրապետում եք, չէ՞, եւ նվագում։ Այո, ես հիմա դասավանդում եմ եւ գիտար, եւ բաս գիտար, եւ ունեմ աշակերտներ, ուզում եմ ասեմ, այդ երկու գործիքը ոնց որ դարձան ինձ հարազատ։ Իսկ ես ճիշտ հասկացա, դուք երաժշտական կրթություն չունեք։ Ջազ քոլեջի կրթություն ունեմ, բայց մինչև դա ինքնուս, այո, ինչը բավականին հուսալի ճանապարհ է, որովհետև այդ ինքնուսի ժամանակ շատ բաներ ես գտնում, որը որ չի դասավանդվում։ Այդպես։ Եվ բացահայտումներով դեր ճանապարհ։ Իրականում սովորել միշտ անհրաժեշտ է, բայց այդ ընթացքում դուք բացի սովորելուց նաև այդ ամենին զուգահեռ համերգներ եք ունենում։ Մի փոքր պատմեք այն համերգների մասին, երբ բեմում հայտնվում եք ձեր եղբոր հետ։ Հիմնական, այսպես ասած, ելույթները եղել եմ եղբորս հետ, Մովսես Էբեջյանի հետ, մեր NVF բենդով։ Հիմնական ելույթները եւ հյուրախաղերը եղել են մեր NVF բենդով եւ բնականաբար Մովսեսի հետ որպես առաջին հերթին եղբայրներ մեր բեմում նվագելու, այսպես ասած,
սինխրոն նվագելու եւ տենց միասին մտածելու տենց բան կար, ոնց որ ասած ֆենոմեն, որը որ պայմանավորված էր մեր եղբայրներ լինելու հետ, նաեւ մեր միասին այդ ճանապարհը սկսել եւ անցնելու կարելի ասել ամենաստացված ելույթը եղբորս հետ է եղել։ Համատեղ ելույթներն են եղել։ Հիանալի է իսկապես։ Եվ կանք նորությանը։ Գանք այո, սպասված նորությանը։ Եկեք խոսենք մի փոքր սպասվող ալբոմի մասին։ Այո։ Ուրեմն վերջի մեր շրջանում, ծանր շրջանից հետո պայմանավորված մեր այս պատերազմի հետ եւ այլն եւս ինձ մոտ կուտակվեցին մտքեր, որ ալբոմի տեսքով մտքեր մեսիջ ալբոմ, որը որ կոչվելու է Ացիան ողբերգության այս դեպքում իհարկե ինքը տխուր պատմություն, այսինքն տխուր սցենար է, բայց ավելի շատ վերանայելու, ապաշխարելու միտում ունի, որտեղ որ զետեղված են իմ մտքերը, բացառապես իմ տեքստը եւ իմ երաժշտությունը, կան որոշակի էլեմենտներ երաժշտական, որ կիրառում եմ եւ հուսամ մոտ կարնանը պատրաստ կլինի։ Կարող ենք ասել, որ ալբոմը ամբողջությամբ պրեմիերա է, նոր ստեղծագործություններ են։ Այո, բոլորովին։ Եվ հեղինակային։ Եվ հեղինակային։ Իսկ աշխատանքները որ փուլում են հիմա։ Աշխատանքները ձայնագրության մեծ մասը արդեն կան, պատրաստ են, վերջի ոնց որ ստեղծագործության վրա եմ աշխատում, որը կոչվում է բանականություն։ Եվ այդ բանականությունով ամփոփելու եմ ալբոմը, բայց լավ բանի մասին չի, հուսամ, որ դա կարթնացնի մեր հանրությանը ինչ-որ չափով, որովհետև որպես հայ, որպես հայրենակից, որպես արվեստի, այսպես ասած, բնագավառի մարդ, մեծ ցանկություն եղավ, որ արտահայտեմ իմ մտքերը միգուցե դա կօգնի, թեկուզ եւ ինձ։ Մենք իրականում անդադար նշում ենք, որ կյանքն առանց երաժշտության պատկերացնելը անհնար է։ Շատերս նույնիսկ չենք էլ հասկանում, թե ինչու, դա պարզապես մարդու էներգիան է, որը մեկ մարդուց մյուսին է փոխանցվում։ Ո՞րն է այդտեղ գաղտնիքը երաժշտության։ Անբառ, առանց տեքստերի, միայն երաժշտությունը, որը կարող է փոխել տրամադրությունն անգամ մարդու։ Դե երաժշտության հոգևոր կապը շատ ավելի նույն իմ կարծիքով շատ ավելի ուժեղ է, որովհետև լսողական լսելու, այսինքն միջոցով մարդ վերապրում է այն, ինչը որ հնչում է, որովհետև հնչյունները շատ ազդեցիկ են, իմ կարծիքով ավելի ազդեցիկ են, քան տեսողական, որովհետև այդ հնչյունների մեջ կարան բազմազան հնչյուններ լինեն, բայց աչքը այդքան մեծ դիապազոն չունի, ինչքան որ ականջը եւ մարդու լսողական ընկալումը եւ նաեւ հուզական աշխարհի հուզական ներքին հուզական աշխարհի հետ ավելի մեծակապ է երաժշտությունը եւ իսկապես այնպես չի որ մարդիկ օրինակ ամեն պահի կամ առօրյայում ֆիլմեր են դիտում կամ կտավներ են ուսումնասիրում, բայց երաժշտությունը ամենուրեք իրենց ոնց որ ուղղորդում է եւ որոշիչ է, շատ ավելի որոշիչ է։ Անկամ բնության մեջ կարելի է գտնել Իհարկե, այդ ձայները, որոնք օգնում են։ Վերադառնալով եւս մեկ անգամ հիշեցնենք, որ օրեր անց սպասվում է համերգը, բեմում մենակ եք լինելու, թե գործընկերների մասին էլ մի փոքր պատմենք։ Բնականաբար մենակ չեմ լինելու, լինելու են իմ ընկերները, երաժիշտ, որոնց հետ ելույթ ունենալու պատիվ ունեմ, որովհետև լավագույններից են։ Լինելու է Դավիթ Մելքոնյանը, սաքսոֆոնահար, մեր թանկագին։ Նաև Դավիթ Մելքոնյանը ինձ շատ աջակցեց
խմբագրելու, նոտայագրելու եւ համակարգելու հարցում ում խորին շնորհակալությունս Արտուր Իսրայելյան տրամբոնահար, Տիգրան Հարությունյան շեփորահար, Հերբերտ Արուստամյան թմբկահար եւ ես բասկիթառով։ Հիանալի է։ Բոլոր այն հեռուստադիտողները, որոնք ուզում են ունենալ հիանալի երեկո, ջազային երեկո, հայկական ջազային երեկո, հրավիրում ենք բոլորիդ այս համերգին, ձեզ եւս շնորհակալ ենք, որ այսօր առավոտը սկսեցիք մեզ հետ։ Հաջողություն ենք մաղթում բոլոր պլաններին եւ արի առաջարկենք մեր հեռուստադիտողին, որ լսեն երաժշտություն ու վերադառնանք։ Շատ լավ։